Շատ վարորդներ, երբ դիմում են իրենց բանալին վերանորոգելու կամ ծրագրավորելու համար, առաջի հարցը, որ ես հարցնում եմ, դա բանալու տեսակը։ Քանի որ վարորդները չեն կարողանում նկարագրել իրենց բանալու տեսակը, դրա համար այս կարճ և կարևոր հոլովակը նկարում եմ, որպեսզի դուք իմանաք և ճիշտ ներկայացնեք, որ բանալու տեսակի մասին է խոսքը, որպեսզի ես հասկանամ ինչ դեֆեկտի մասին է խոսքը ու ինչ դեֆեկտ ենք վերականգնելու։ Սկսենք սկզբից։ Այս տեսակը սովորական բանալի է, որը չունի պուլտ, չունի ոչինչ, ուղղակի մեխանիկական բանալի։ Կա A կլասի համար նախատեսված 2 կնոպկանի ծալովի բանալու տեսակ, կա C կլասի համար մի կնոպկանի բանալու տեսակ և ամենակարևորն ու տարածվածը վերջի այս 3 բանալիներն են, որը կոչվում է ժողովրդի լեզվով ռիպկա կամ հայերեն ձուկ։ Լինում են 3 տեսակի՝ երկար ռիպկա կամ երկար ձուկ, կարճ ռիպկա կամ կարճ ձուկ և քանի որ կողքերը ամբողջը նիկելապատած է, կոչվում է նիկել մերսեդեսի բանալի։ Դե բոլորի մեջ պլատաների տեսքը, ձևը լինում է տարբեր։ Երբ որ դուք զանգարում եք ինձ վերանորոգման, պլատաների վերանորոգման կամ բանալու ծրագրավորման համար, ես պետք է իմանամ բանալու տեսակը, որպեսզի ձեզ կարողանամ ճիշտ բան առաջարկեմ վերանորոգել, թե ծրագրավորել։ Դրա համար այս ուսուցողական վիդեոն արագ նկարում եմ Mercedes-ի վարորդների համար, որպեսզի իրանք իմանան իրենց բանալու տեսակների անվանումները և կարողանան արագ ինձ ինֆորմացիա տան, թե ինչի մասին է խոսքը, որ բանալու տեսակի։ Կարող եք այս վիդեոն պահպանել կամ եթե պետք է սկրինշոտ անել, ինձ թվում է պետք կգա։ Իմ հեռախոսահամարը կթողեմ ներքևում, եթե կունենաք վերանորոգման հարց կամ ծրագրավորման հարց Mercedes-ի բանալիների, պլատաների, սրանցից ցանկացածի հետ կապված, կարող եք զանգահարել, դիմել